Ողջույն, Բուն TV podcast-ային տաղավարում է արհեստական ննդեն բանականի podcast-ը։ Ձեզ հետ է Անուշիկ Գևորգյանը։ Այս podcast-ի շրջանակում քննարկում ենք արհեստական բանականությունն ու նրա զարգացումները, ինչպես նաև նրա ազդեցությունը տարբեր ոլորտների վրա։ Այսօր խոսելու ենք ԱԲ գրագիտության եւ IKESBAN դասընթացների մասին։ Թեմաների շուրջ զրուցելու ենք Ռեարմենիա հարթակի համահիմնադիր Գևորգ Պողոսյանի հետ։ Բարև ձեզ, Գևորգ։ Բարև ձեզ։ Գևորգ, ինչպես առաջացավ գաղափարը ստեղծելու IKESBAN դասընթացները, որովհետև ինձ թվում է, որ Ռեարմենիայի տենց բուն գործունեությանը այդքան էլ չի առնչվում, այսպես ասած։ Հա, Ռեարմենիան նախ ես տնօրեն եմ Ռեարմենիայի թիմից եմ, մենք հիմնադիրներ որպես այդպեսի չունենք, իրականում պատերազմից հետո 2021-ին արդեն տենց մի քանի տասնյակ տարբեր հայերի նախաձեռնությամբ ոնց որ հարթակը ստեղծվեց, սկսեց գործել ու հա Ռեարմենիայի նպատակը հայության համախմբումն է ու զորացումը, անգլերենով ասում է we empower and unite Armenians to become a caring and collaborative community, այսինքն մենք զորացնում ու միավորում ենք հայերին, որպեսզի դառնանք ուրեմն համագործակցող ու հոգատար համայնք, էսա միսիան։ Ու իրականում դասընթացների հետ կապված, կրթության հետ կապված առհասարակ ի սկզբանե որևէ պլաններ չկային, սկզբում տեխնոլոգիական հարթակը սարքելու ու հայերին տարբեր խնդիրների ու պրոյեկտների շուրջ համախմբելու խնդիրներ դրված, բայց իհարկե հասկանում ենք այդ խնդիրները լավագույն ձևով լուծելու, այդ խնդիրները ուրեմն այդ նախագծերը լավագույն ձևով իրականացնելու համար բնականաբար պետք էր նաև զորացնել հայերին, այսինքն տարբեր այդ թվում տեխնոլոգիական գործիքներով զինել ու աշխատանքի ընթացքում տենց երկու բառով աուդիտորիայի համար նաև որ տեղյակ կլինեն Ռեարմենիան այսօր արդեն 3.5 տարի է որ հարթակը կա ուրեմն 18000 հոգանոց համայնք կա 180-ից ավել նախագծեր են իրագործվել դրանց մի մասը դրամահավաքներ էին անում 4.5 միլիոն դոլարից ավել դրամահավաք են արել դες մի 25%-ը Visa, Master, Apple Pay, Google Pay on-line վճարումներով, մնացածը գրանտերով, տարբեր ծրագրերով ու այս ամբողջ համայնքի ձևավորման ու այս զարգացումների ընթացքում մենք անընդհատ տեսնում էինք, որ տարբեր ուղղություններով, օրինակ նույն դրամահավաքի ուղղությամբ փորձի գիտելիքի պակաս կա, որը խանգարում է, որ նախագծերը ել ավելի թափով զարգանան ու անցած տարի այդ ամենի մասին մտածելով Ռեարմենիա ուրեմն ակադեմիան հիմնադրեցինք շատ հետաքրքիր, շատ պրոգրեսիվ տենց ու շատ թափով ստարտ եղավ անցած տարվա ընթացքում առաջի դասընթացներն հենց դրամահավաքին վերաբերեցին ֆանդրեյզինգին Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի հետ համագործակցեցինք UNDP-ի հետ համագործակցեցինք վճարովի նաև կուրսեր ունեցանք ասենք տարբեր կառույցների համար ու հենց ամենասկզբից ինչ որ փոքր AI կոմպոնենտներ դե մեր թիմը շատ ինտենսիվ AI-ն օգտագործում սկսած 2022-ից ամառվանից Midjourney ենք սկսել օգտագործել նոյեմբերից հենց ChatGPT 3.5-ը դուրս է եկել դրա վրա ենք պլոտնի դե մենք թիմի մեծ մասը տենց ինովացիոն տարբեր ուրեմն ոլորտներից ենք այսպես ասած ես ինքս մինչև պատերազմը 25 տարի բիզնեսով եմ զբաղված եղել 2003-4 թվականից տեխնոլոգիական ոլորտում Իդրամի համահիմնադիրն եմ TCF-ի եւ այլն ստարտափ էկոհամակարգում տարբեր նախաձեռնություններում ներգրաված ու մենք տեն շատ ինտենսիվ AI-ն օգտագործում էինք ու Ռեարմենիա ակադեմիայի հենց առաջի կուրսերից ինչ որ փոքր կոմպոնենտներով սկսեցինք AI գործիքներ տալ ժողովրդին, մասնակիցներին ու տեսանք, որ էֆեկտիվությունը անգամներ բարձրացնում է իրանց գործի, այսինքն շատ հեշտ մարդիկ սերտում են, օգտագործում են ու այդ թվում նույն արհեստական բանականության հետ կապված որոշեցինք, որ ել ավելի շատ է պետք ներգրավել գործիքները այս դասընթացների մեջ առանձին մի հատ հոսք կամ ստրիմ, ոնց ասեմ, մի առանձին ուղղություն հենց այդ ուրեմն fundraising-ի դասընթացների մեջ մտցրեցինք, անգամ անցած տարվա մեր վերջի դասընթացը AI-ը եւ fundraising-ը կոչվեց, AI-ն ու դրամահավաքը, այսպես, բայց այս տարվա սկզբից մենք հասկացանք, որ չէ, շատ ավելի ուրեմն մեծ թափ առնում, շատ որակով գործիքներ կան ու պետք է արդեն ոչ միայն fundraising-ը, այլ առհասարակ համ Ռեարմենիայի ամբողջ համայնքի, համ առհասարակ էլի հայության ուրեմն գրագիտության մաս դարձնել այս AI գործիքները ու այդ ժամանակ էր, որ առանձին AI դասընթացները ուրեմն մշակվեցին թիմին լիքը նոր մարդիկ էր միացել 8 հոգի այս պահին մենակ IKESBAN-ում ուսուցիչներ ունենք AI-ի ամենատարբեր ոլորտներում շատ լուրջ խորացած
Այո, Հասմիկն է ձեզ միացել մեր հյուրերից, ով էլ մեզ կապեց իրար։ Շնորհակալություն Հասմիկին նաև։ Մենք Հասմիկով էլ շատ հպարտ ենք իրականում։ Հասմիկը նաև մեր հյուրերից ա եղել, մեզ լսողների ու դիտողների համար, ովքեր չեն դիտել, կարող եք դիտել 16-րդ էպիզոդը։ Խոսել ենք արհեստական բանականությունը բիզնեսում, բիզնես եմ ասում։ Արվեստում երևի։ Արվեստում։ Մշակույթ, արվեստ, արհեստական բանականությունը արվեստում ու շատ հետաքրքիր էպիզոդ ենք ունեցել։ Հասմիկը իրականում հենց Midjourney-ի ծնված օրվանից կարելի ասել, դե ինքը մասնագիտությամբ նկարչուհի է, արվեստագետ ավելի շատ կարելի ասել, որովհետև շատ տարբեր գործեր է անում, իր սեփական բրենդը ունի, արդեն զարդեր է ստեղծում, շատ հետաքրքիր գործեր է անում, բայց արհեստական բանականության այդ գործիքների ծնունդից ու մասնավորապես Midjourney-ի ծնունդից սկսած ուսումնասիրումը, օգտագործումը մի ուրիշ մակարդակի իր սեփական ոճերն ունի մշակած ու Հասմիկը հենց IKES-բանի Ռեարմենիա ակադեմիայի ուսուցիչներից մեկն է ու դրանով շատ հպարտ ենք ու ուրախ ենք։ Այնուամենայնիվ գալով նորից ձեր հարցին էլի պատասխանելով, որ հասկացանք, որ երբ որ մենք խոսում ենք հայերին զորացնելու, միավորելու մասին, դե զորացման մասով առնվազն այս AI գրագիտության հարցն է պետք լուծել, բայց բացի դրանից հասկացանք, որ այս IKES բանի շուրջ շատ լուրջ համայնք է ձևավորվում, հենց ամենասկզբից, երբ որ առաջի վեբինարն արեցինք, կամ այդ IKES բան Telegram ալիքը գործարկեցինք, որտեղ ի դեպ ավտոմատիզացված AI-ի վերաբերյալ նորություններն է, անընդհատ գալիս ներկայացվում։ Շատ ուրախ եմ, ֆիդբեքներ էլի անպայման տվեք, ինչն է հետաքրքրում, ինչը չէ, բայց այնուամենայնիվ այս ամեն ինչի հետ կապված տեսանք, որ պահանջարկը իսկապես մեծ է, դասընթացների ժամանակ էլ տեսել էինք, որ արդյունավետությունն է շատ բարձր ու որոշեցինք, որ պետք է շատ լուրջ վերաբերվել սրան ու այդ թիմը հավաքեցինք, ֆոկուս եղանք ու սկսեցինք արդեն IKES-բան դասընթացները։ Արդեն 2 դասընթաց ունեցել ենք, ֆիդբեքների հիման վրա նաև օրինակ սկզբում մի հատ դասընթաց արեցինք ընդհանուր AI-ի մասին պատկերացում կազմելու ու տարբեր գործիքների հետ ծանոթանալու համար, բայց մոտ 80 հոգի մասնակցեց այդ դասընթացին ու ֆիդբեքներ ստացանք, որ որոշ մարդկանց համար ինչ որ բաներ անհասկանալի է, շատ ավելի խորացված էր, տեխնիկական էր ու որոշեցինք, որ ուրեմն պետքա կիսել մի հատ առանձին start, առանձին level up, ուրեմն կուրսերը սարքեցինք, start այն մարդկանց համար, ովքեր լրիվ զրոյից են սկսում, նոր են ծանոթանում, level up-ը արդեն այն մարդկանց համար, ովքեր օգտագործում են, բայց ել ավելի արդյունավետ են ուզում օգտագործել ու դրան հաջորդել է արդեն pro կուրսերը, որ հենց հիմա է մշակվում, այսինքն նաև ոչ միայն ընդհանուր պատկերացումների կիրառության մասին ենք խոսում, այլ առանձին մասնագիտություններում AI գործիքներից, որոնք կարող են մաքսիմալ արդյունք տալ, մաքսիմալ ուրեմն տվյալ մասնագիտության մարդկանց էֆեկտիվությունը բարձրացնել։ Որ պատկերացնեք, ընդհանուր առմամբ 35,000-ից ավել AI գործիք կա։ Ասենք ու այդ գործիքներից ամեն օր այնքան են ավելանում իրականում, որ ես ուղղակի մտնում եմ տենց փորձարկելու, մեկ էլ հասկանում եմ, որ շատ բան կա փորձարկելու, ես ուղղակի ֆիզիկապես չեմ հասցնի, տենց փորձում եմ ընտրել, որոնք որ ավելի, այսպես ասած, կարևոր են ինձ համար, չգիտեմ, ավելի հետաքրքիր կլինեն, ու շատ բարդ է։ Հա, շատ ճիշտ եք ասում, այ հենց դրա համար էլ էս պրո կուրսերն են պետք, որովհետև մարդիկ երբ որ իրանց գործն են անում, իրանց մասնագիտությամբ խորացված աշխատում են, հետևել այդ ամբողջ process-ներին, հասկանալ ինչ նոր բան դուրս եկավ, այդ նոր դուրս եկածներից որը լավն է, որը վատն է, որը որ լավն է, դրա հետ ոնց պետք է շփվես, ասենք ինչ պրոմպտերը, ինչ տեխնիկաներով պետք է գրես, որ լավ աշխատի, այդ մի այդքան էլ ժամանակ կարող է այդ տանի։ Դրա համար այս IKES բանի հենց ֆունկցիան է դա, որպեսզի մերոնք անընդհատ այդ ուսումնասիրություններն անեն, բոլոր գործիքների մեջից լավագույնները ըստ ոլորտների կամ խնդիրների ասենք առանձնացնեն, դրանց լավագույն կիրառության ձևերը նաև գտնեն ու դա արդեն կրթակարգ դարձրած մատուցեն մասնակիցներին, էլի։ Ու հիմա արդեն ահագին մեծ համայնք է ձևավորվում, արդեն 1300-ից ավել մենակ Telegram կանալում ժողովուրդ կան, 150-ից ավել արդեն հենց կուրսերին են մասնակցել ու հիմա էլ ավելի թափով ենք էլի աճում, ու այդ ամբողջ համայնքը ըստ էության AI օգտագործողների համայնք ալնում, որոնք իրանց փորձով, գիտելիքով անընդհատ կիսվում են։ Իրենք արդեն ԱԲ գրագետ են, կարելի է։ Հիմա հենց այդ ԱԲ գրագիտության հարցը այնքան կարևոր է, ճիշտ ասած։ Շատ։ Հա, մենք ճիշտ ասած եկել ենք այն մտքին, որ այսօրվա այն մինիմում գրագիտության շեմը հաղթահարած կարող ես համարել քեզ, եթե ԱԲ գործիքներն օգտագործում ես։ Ոնց որ դիցուք, չգիտեմ, 20 տարի առաջ, 30 տարի առաջ համակարգչի իմացությունը։ Առհասարակ գրագիտության մասին եք խոսում։ Հա, առհասարակ, եթե ուզում ես ասես օրինակ այսօր մարդը գրագետ է, թե գրագետ չի։
Եթե AI չի օգտագործում, հիմա եթե օրինակ մարդը համակարգիչ չի օգտագործում, չի կարողանում օգտվել ոչ մի ասենք համակարգչային տեխնիկայից, այսօրվա չափանիշներով այդ մարդուն էլ գրագետ չես համարում, հա, ոնց որ օրինակ 100 տարի առաջ տառաճանաչ լինելը հենց այդտեղից էլ գրագետ բառն է եկել, հա, գիրը իմանալը, տառաճանաչ լինելը դարձավ մինիմում շեմ, որ օրինակ միջև է, չգիտեմ, հիմա շատերը մինչև հիմա այդպես էլ մտածում են, որ տառաճանաչ լինելը բավական է գրագետ համարվելու։ Այո, ու այդ բնականաբար այդ շեմերը ավելի ու ավելի բարձրանում են, հա, կարիքների, տեխնոլոգիաների, հնարավորությունների հետ, ու առաջ բան առհասարակ շատ քիչ մարդիկ էին տառաճանաչ, չգիտեմ, նույն 150 տարի հիմա որ հետ գնաց, գյուղում ասեն մի հոգի կարող է կարդալ իմանար, ու եթե մի հատ հեռագիր է ստացել, պետք է այդ կարդալ իմացողին տաս, որ ինքը կարդա, ասենք այդ օրը հանգած ինքը գյուղում չի մնաց, մյուս օրը կիմանաս թե հեռագրի մեջ ինչ էր գրած, բայց նույն օրինակ սովետական միությունում տես լայնամասշտաբ արշավ եղավ, այդ լիկբեզ կոչված է, լիկվիդացիա без грамотности, հայերեն ասած, ոնց որ անգրագիտության լիկվիդացիան էլի, հա, ոնց որ վերացումը, ու 20-ական 30-ական թվականներին մեծ արշավներ եղան 40-ականներին շարունակվեց ու իտոգում եկանք մի հատ իրավիճակի, որ բոլորը առնվազն կարդալ գիտեն, հա, նորմա է այդ, չգիտես, անգրագետ ես։ Հետո էս համակարգչային դարն եկավ ու համակարգիչ չես օգտագործում, այստեղ մի քիչ ճակերտավոր ասած, որտեղ գրագետ բառը ուղիղ չի կպնում իրան, բայց գաղափարական առումով նույն իմաստն է կրում, համակարգիչ չես կարող օգտագործես, անգրագետ ես, հա, կոպիտ ասած։ Հիմա փաստորեն մի քայլ ենք առաջ գնում ու իմիջիալոց այս փոփոխությունները ավելի ու ավելի կարճ ժամկետը մեկ են տեղի ունենում։ Հա, հիմա առհասարակ sense ամեն օրվա կտրվածքով, բայց այնուամենայնիվ AI չօգտագործելը, նու ավելի դրականով որ ասենք, AI օգտագործելն է այսօրվա դարում գրագիտության չափանիշ։ Հիմա մեր նպատակն է, որ առնվազն ուրեմն 1 միլիոն հայ մաքսիմում 5 տարվա ընթացքում AI գրագետ լինեն, այսինքն մարդիկ, ովքեր տիրապետում են AI գործիքներին, թե կենցաղում են օգտագործում, թե իրանց գործի մեջ են օգտագործում, որտեվ դուք ասեն ինձանից լավ երևի գիտեք, որ ամեն process-ում 5-ից 10 անգամ ավելի արդյունավետ է լինում, եթե AI է օգտագործում։ Նույնիսկ ավելի։ Հա, ու 2-3 անգամ երկրի հնայի վրա է ազդում, երկրում եթե քրիտիկական մասա ունես AI օգտագործողների, էլի ոնց որ, այսինքն շատ լուրջ ազդեցություն։ Իրականում աշխարհը շատ արագ է այդ ուղղությամբ գնում։ Հիմա նույն կրթության մասին երբ խոսում ենք, Չինաստանում օրինակ արդեն վերջ որոշումը կա 2020։ Այո, ես էլ ուզում խոսել այդ թեմայով, պիտի սեպտեմբերից սկսած բոլոր դպրոցներում անցնեն արհեստական բանականություն։ Պեկինի բոլոր դպրոցները, այո, ու իդեպ շատ լավ է։ Շատ լավ է։ Իդեպ այնտեղ շատ հետաքրքիր մոտեցում կա, առնվազն 3 ուղղությամբ ֆոկուս են եղել։ Նախ արհեստական բանականության կիրառությունը որպես առանձին առարկա են դիտարկում, երկրորդը արհեստական բանականությունը մնացած բոլոր առարկաների մեջ են ներառում, թե որ առարկայում ոնց այդ կարա օգնի, հա, ու երրորդը ուսուցիչների AI գրագետ դառնալու վրա են աշխատում, որպեսզի ուսուցիչները իրապես պատրաստ լինեն այսօրվա սերունդը այնպես կրթել, որ վաղվա աշխարհում ասենք, իրանք ամենապին դիրքերից մեկը ուրեմն զբաղացնեն։ Այդ իմաստով շատ կարևոր է, հա։ Շատ, այդ իրականում սենց մենք որ ասում ենք շատ, այդ շատ բառը շատ տեղեր ենք ասում, դրա համար այդ շատը այնքան ճիշտ չենք, այնքան սուր չենք ընկալում, ինչքան իրականում կա, էլի։ Այսինքն շատ բանը կարևոր է, հա, որտեվ դե գիտեք հիմա սենց պարզ որ նայենք, այսօրվա աշխարհը ակնհայտ վերաձևվում է, հա, ասենք աշխարհակաղակական այս խմորումներն ու process-ներն ենք տեսնում, այս ամեն ինչը, ու ըստ էության այս ձևումների արդյունքում որ երկրները, որ այսօրվա տեխնոլոգիաները կարողացան ուրեմն գրապարով ասած embrace անել, այսինքն ուրեմն հեծնել այս AI գործիքները, հա, ուրեմն ներառել այսօրվա տեխնոլոգիաները իրանց process-ներում, այդ երկրներն էլ հաջորդ պայմանական ասած աշխարհակարգում իրանց տեղն են ունենալու, էլի։ Ոնց որ ասենք, երբ որ ինչ որ մի ցեղ որոշում է, որ ասենք ինքը այս նորությունները չի ընդունում, որտեվ իր պապերը նետո աղեղով էին կրակում ու պետքա տրադիցիաները պահել, հա, այդ իմաստով, լավ տրադիցիաները պարզա պետքա պահել, բայց այն տրադիցիաները, որ քեզ թուլացնում են, դե դաժե տրադիցիա էլ չի, պրոստը գործիքներ է, որ ժամանակին օգտագործել են ու հանգարց եթե դու այդ շփոթում ես տրադիցիայի հետ ու սկսում ես այդ նույն գործիքներով, ոչ չէ, ես նետո աղեղով պետք է կրակեմ, դու ուղղակի չես կարող պետություն ունենաս։ Նու այսօրվա երկիր մոլորակի վրա ակնհայտ տեսնում ենք, ասենք, չգիտեմ, չերոկիները կամ ապաչիները, ասենք, հա, լիքը ուրիշ ցեղեր տարբեր, որոնք որ այս քաղաքակրթական process-ի արդյունքում ինչքան տեխնոլոգիա է ստեղծվել, այդ տեխնոլոգիաները չեն վերցրել, սերտել, իրանք այսօր իրանք պետականությունը չունեն։ Լավագույն դեպքում տարբեր տեղեր, ինչ որ տենց
արգելոցներում ոնց որ պահվող ինչ որ տեսակներ են մնացել, որ մենք ոչ մի դեպքում ասենք այդ ճակատագիրը չենք ուզում, բնականաբար կարճ կապելով Հայաստանի Հանրապետության գոյությունն ու զարգացումը ուղիղ կախված է նրանից, թե այսօր հայությունը եղած տեխնոլոգիաներն ինչքան ակտիվ ու արդյունավետ կօգտագործի։ Ու ոչ միայն արհեստական բանականության տեխնոլոգիաների մասին եք դուք խոսում, մեծ հաշվով, այո, ոչ միայն, բայց արհեստական բանականությունը այդ ամեն տեղա մտնում ամեն ինչի մեջ է լինելու, եթե դեռ ինչ որ ոլորտներ կան, որ գիտեք ոնց է, արհեստական բանականության նորարարության մասշտաբը, որ ուզենանք պատկերացնել, մենք հաճախ համեմատում ենք հոսանքի հետ, համակարգչի հետ, համացանցի հետ, այսինքն նորարարություն, որը որ ամենուր է, ասենք հոսանքը ժամանակին ինչ որ 1800 թվին ասենք ստեղծել են ինչ որ լաբերում, բաներում, բայց այսօր ամենտեղ մեր գրպանից բռնած ասենք այդ հոսանքը, ասենք կենցաղ, աշխատանք ամենտեղ կա։ Նույն համակարգիչը 1941 թվին առաջին համակարգիչն են սարքել, էլի տենց ինչ որ սուպեր-պուպեր ասենք ռազմական գործերում օգտագործող, գիտական process-ում օգտագործող տեխնիկա էր։ Հիմա էլի ամեն մեկից գրպանը կա, չէ՞։ Նույն համացանցը ասենք, չէ՞, եւ այլն, այսինքն արհեստական բանականությունը հենց այդ տիպի մասշտաբով թերևս ավելի մեծ նորարարություն է, ինչի նկատի ունենք այդ տիպի ասելով, որ յուրաքանչյուր process-ում, յուրաքանչյուր մարդու հետ առնչվելու է։ Կենցաղատունը ինչ որ հարցեր ես լուծում, տեխնիկա աշխատում, չգիտեմ, այնտեղ դուռն է բացվում, ասենք քո բադեզդի, հա, ասենք մուտքի դուռն է բացվում, թե ասենք եկել ես գործի տեղը, ասենք ամեն ուր, եկեք այդ դրա վրա շատ չծանրանանք, պարզապես այս բառակապակցությունն ասենք, պրոստը տեղյակ բարելը, որ մենք հենց էդի նկատի ունենք, էլի, ամեն ինչի մեջ ըստ էության օգտագործվելու արհեստական բանականությունը։ Հիմա մենք ու հետեւաբար նոր տեխնոլոգիաների մասին որ խոսում ենք, իրանք բոլորը AI empowered են լինում։ Այստեղ ուրիշ նյուանս կա, AI-ի ոնց որ էտապներ է հիմա, սկսել, օրինակ առաջինը AI-ը սկսեց ճանաչել, ասենք image recognition, բան, то есть ինքը ճանաչող ինչ որ խնդիր էր լուծում։ Հետո սկսեց գեներացնել, ինչ որ նոր բովանդակություն գեներացնելու խնդիր էր լուծում։ Հետո սկսեց արդեն general, այսինքն artificial general intelligence, այսինքն AI, որը ոչ թե ինչ որ կոնկրետ մի ուղղությամբ մի տեսակի բովանդակություն է գեներացնում, այլ AI, որը որ շատ ավելի լայն է ճանաչում աշխարհը, agentic AI արդեն եկավ, այսինքն AI ագենտներն է, հա, հենց այսօր այդ տրենդի մեջ ենք, հաջորդի օրինակ ֆիզիկական AI-ն է զարգանալու, այսինքն արդեն ռոբոտներ արդեն զարգանում է։ Հա, իհարկե, զարգանում է, բայց ի նկատի ունեմ մասսայականացման է, էլի գնալու, ոնց որ նույն չգիտեմ, Tesla-ի Optimus-ներն են կամ Boston Dynamics-ի, ասենք, չէ, product-ները, ու այն ամենավերջի էտապն էլ են ալնում, երբ որ արդեն artificial super intelligence-ն ալնում, հա, որ ոչ թե մի մարդու ուղեղի մակարդակի, ասենք, տարբեր ուղղություններով կարող է գործանի, այլ պատկերացրեք ամբողջ մարդկության բոլորի ուղեղներն իրանց ունակություններով ու գիտելիքներով մի հատ AI-ի մեջ ու պատկերացրեք էդ էլ կառավարում արդեն այդ physical AI կոչված է, այսինքն robotics է, էլի։ Այսինքն հիմա տեխնոլոգիաների մասին խոսալուց ըստ էության արդեն արհեստական բանականության մասին ենք էլի խոսում, որովհետև ամենտեղ մտնում է ու տեղավորվում ու վերափոխում։ Ու իր տեղը զբաղեցնում սիրուն։ Հա, հիմա այս սիրուն թե չէ իմիջալոց այդ շատ կախված է մարդկանցից, այսինքն ինքը սիրուն կզբաղացնի իր տեղը, թե ինչ-որ վնասներ կտա, այդ արդեն այդ AI-ն օգտագործողներից է շատ կախված, էլի։ Այդ վնասների վերաբերյալ հետաքրքիր է ձեզ մոտ որ գալիս են դասընթացների, ինչ մտավախություններով են գալիս, կամ առհասարակ ունենում են մտավախություններ, որովհետև ես շատ եմ հանդիպում մարդկանց, որ այնպես բավականին լուրջ մտավախություններ ունեն կապված արհեստական բանականության հետ, հաճախ նույնիսկ առանց փորձելու ունեն այնպես մտավախություններ, որովհետև այդ ֆիլմերն են դիտել, գրքերն են կարդացել, կամ ինչ-որ քննարկումների են մասնակցել, որտեղ այդ մտավախությունների մասին են խոսել։ Ու իրենց մեջ այդ շատ բան մտածա, որ արհեստական բանականությունը այնպես բավականին վատ հետևանքների է բերելու հետագայում ու հետաքրքիր է ձեզ մոտ գալուց ունեն այդ մտավախությունները ու ոնց է ICAS բան դասընթացները ազդում իրենց այդ մտավախությունների վրա։ Տեսեք, նո ցանկացած նորի հանդեպ մտավախություններ լինում են միշտ ու այդ մտավախությունները շատ են լինում ու տարբեր են լինում։ Թերևս երեքի մասին կարելի է խոսալ տարածվածներից։ Մեկը դե ավելի
հիպոթետիկ մտավախություն է, որ ռոբոտներն աշխարհը կգրավեն։ Հիպոթետիկ եմ ասում այն իմաստով, որ հիմա գործնականում քչերն են պատկերացնում, թե այդ ոնց կարա տեղի ունենա, բայց շատերն են դրա մասին լսում, խոսում, որ հա, այտենց ռիսկեր կա, որ հենց այդ ֆիլմերից չի գալիս շատ հաճախ։ Հա, իհարկե, ֆիլմերից է գալիս, գրքերից է գալի, Ազիմովից է գալի, հազար տեղից է գալի, 68 թվի մի հատ կինո կա 2000, ոնց էր կոչվում, 2001 Space Odyssey, Տիեզերական Օդիսեյ 2001, տենց է կոչվում այդ ֆիլմը, ինքը թերևս առաջի տենց շատ պոպուլարնի դարձած կամ առհասարակ առաջի կամ շատ պոպուլարնի դարձած առաջի ֆիլմն է, որտեղ արհեստական բանականությունը ինքնուրույն որոշումներ է արդեն կայացնում, ու սկսում է չենթարկվել մարդկանց, ու սկսում է մարդկանց սպանել, իրանց դեմ կռվել, էլի հենց այդ բանի մեջ, տիեզերանավի մեջ, վերջը, այսինքն ինքը տենց բնականաբար հին թեմա է խոսացած, թեմա է պատմված, այնպես չի որ դա բացառվում է, որովհետև երբ որ ֆիզիկական AI-ը արդեն ուրեմն super intelligence-ի հետ, այսպես ասած, ֆիզիկական ռոբոտները, robotics-ը ուրեմն super intelligence-ի հետ արդեն երբ որ մեկ է դառնում, ինքնուրույն որոշում կայացնելու ունակություն է ունենում, բնականաբար, որ հիմա արդեն էլի ըստ էության բարձա որ prediction, այսինքն կռահումներով է բովանդակությունը գեներացվում, բայց նոր բովանդակություն է գեներացվում, որն իրանից ներկայացնում է նմանատիպ տեքստ, ինչպիսին է prompt-ը, որով մենք հրահանգ ենք տալի։ Հետևաբար AI-ը ինքը իրանով կարողանում է գեներացնի այն տեքստերը, որոնք կարա որպես հրահանգ ընդունի, ու այդ հրահանգի հիման վրա քայլի գործի։ Ու թե ինչ տեքստեր կգեներացնի ինքը իրան ինչ կհանձնարարի, այդ շատ հետաքրքիր ոնց որ դաշտ է, ու կախված նրանից թե ոնց է այդ մոդելները մշակվել, ուրեմն սահմանափակումներ չունենալու դեպքում ասենք, ամենատարբեր զարգացումները կարա լինի։ Բայց ինչի եմ ասում հիպոթետիկ, որտեղ մարդիկ այդ ասելով, այնպես չի որ իրանք հենց այսօր պատկերացնում են թե հենց իրանց վրա ոնց է դա ազդելու։ Այդ իրանց համար մի քիչ հեռու բան է, վախենալու բան է, բայց մի քիչ հեռու է։ Բայց կա ուրիշ վախ, որը որ հենց այսօր է իրանց վրա անդրադառնում, այդ փոխարինվելու վախն է, որ իրանց թվում է, որ AI-ը իրանց գործը կվերցնի, որտեղ մարդիկ աշխատում են, գնում են ասենք սուպերմարկետում, կասայի վրա են աշխատում, գնում են ինչ-որ նստում թարգմանություններ են անում, կոդ են գրում ծրագրավորողները, հա, ու այդ պատկերացումը, որ հեսա այդ ամեն ինչն արվելու է AI-ով, իրանց մոտ վախ է առաջացնում, որ էլ իրանք պետք չեն լնելու, հա, իրանք չեն կարողանում փող աշխատեն, տուն պահեն։ Այս ավելի կաշվին մոտ, ավելի իրատեսական էլի, ոնց որ վախերա, որ մարդկանց մոտ կա։ Ստեղ իհարկե այ քեզ բանում ինչ ենք անում, նախ ամենաառաջինը բոլոր դասերն ըստ էության, անգամ պրո դասերը մի հատ ներածությունով ենք սկսում, որը գաղափարական մասին է վերաբերում, ինչ է AI-ը, ինչի համար է եկել, պայմանական ասած, հա, ինչի համար է ստեղծվել, սենց ասեմ, հա, որտեղ երբ որ հանգարց AI-ի մասին սկսում ենք որպես AI-ի մասին խոսել, այդտեղ ռիսկերը էլ ավելի է բարձրանում կամ ռիսկերը չասեմ, վախերը էլ ավելի է շատանում, էլի, բայց ըստ էության անունն է արհեստական բանականություն, բայց ինքը իրանով գործիք է, այսինքն շատ կարևոր է, որ մեր այսօրվա մարդը, հատկապես հայ մարդը, էլի, մենք ուզում ենք, որ ընկալեն, որ սա գործիք է, որ իրանց պրոցեսներն ավելի հեշտացնելու, արագացնելուն միտված գործիքակազմի մասին ենք խոսում, ոչ թե ինչ-որ մի էակի, որը մեր մրցակիցն է, որն եկել է մեզ փոխարինի, հա։ Մենք միշտ ասում ենք, որ իրականում AI-ը չի մարդուն փոխարինելու, էլի, եթե փոխարինի, այլ AI օգտագործող մարդը AI չօգտագործողին է փոխարինելու։ Այս շատ լավ, ուրեմն հաստատում է, այսպես ասած, կամ ձևակերպում է։ Իհարկե, սա իր տակ ինչ-որ թակարդներ ունի այն իմաստով, որ հա AI-ը օգտագործելուց երկու ուղղություն կա, մեկը այդ augmentation-ն է, մեկը automation-ն է, այսինքն մի ուղղությունը ավտոմատացումն է, իսկ մյուս ուղղությունը զորացումն է։ Հիմա երբ որ այս երկրորդի մասն ենք խոսում, այո, դուք մնալու եք, դուք ձեր գործն անելու եք, պարզապես AI-ի օգնությամբ շատ ավելի արդյունավետ եք անելու։ Իսկ այս մյուս դեպքում, ավտոմատիզացիայի դեպքում բազմաթիվ process-ներ, որով այսօր դուք եք զբաղվում, ժամանակ եք ծախսում դրա վրա, առհասարակ ավտոմատացվելու են, այսինքն ձեր ֆունկցիան արդեն այդտեղ, ուրեմն որոշումներ կայացնելու մասով ամենակ պետք է լինի։ Կամ վերահսկելու։ Հա, խնդիր ձևակերպեք ու իր արած արդյունքները որոշեք, արդյոք ուզում եմ ես սա օգտագործվի, թե չէ։ Չնայած automation-ը նույն օրինակ այդ մեր iKS-բան Telegram ալիքի դեպքում մենք full ավտոմատիզացիա ունենք արած, մասնավորապես հենց մեր ուսուցիչները վերցրել են, ուրեմն իրանց email-ներին կպցրել են, ասենք AI-ը make-com-ով են տարել, էլի։ Այսինքն AI-ը մտնում է ուսուցիչների email-ներից գտնում է այն բոլոր նամակները, որոնք newsletter-ներ են, արհեստական բանականությանը վերաբերող նորությունների նամակներ, էլի, հա։ Այդտեղից գտնում է
ամենահետաքրքիր նորությունները, որոնք տրենդային են, որոնք տպավորիչ են, որոնք օգտակար են, դրանցից արդեն առանձին հաջորդ քայլով էլի սարքում է մի հատ post Telegram-ում, ասենք, ոնց այդ կդնեիր, իր լինքերով, նկարագրերով, բաներով, այդ post-ը թարգմանում է հայերեն, մի հատ fine tune անում այդ հայերենն էլ, դա էլ առանձին prompt-ով, այդ թարգմանության վրով մի հատ անցնում է, էլի, հղկում է, այսպես ասած, ու ինքնուրույն այդ post-ում արդեն Telegram ալիքում։ Իդեպ շատ լավ բաներ է ընտրում, բավականին արդիական տենց թեմաների է անդրադառնում, ինձ դուր է գալիս դրանով։ Մենոնք իրականում ահագին աշխատել են դրա վրա, տենց տարբեր գոյություն են, տենց system prompt ասածը կա։ Prompt-ը դե հրահանգն է, գիտեք այսքան էլ, եւ ձեր աուդիտորիան, դուք բարձա գիտեք, նկատեմ նաեւ ձեր աուդիտորիան գիտի, որտեղ թեման է դա, բայց prompt-ը այդ են հրահանգներն է, հա, որ մենք պարզապես գրում ենք, ասում ենք այս արայնարը, բայց կա system prompt, որ մենք հրահանգը գրում ենք, որպեսզի հետագայում ինքը համակարգային կիրառության մեջ դնի, այսինքն օրինակ ասում եմ միշտ իմ հետ կխոսաս այսինչ տոնով ենթադրենք, հա, ու հետո տալիս եմ իմ մյուս prompt-երը, ու այդ մեկը system prompt-ա, ինքը արդեն մի հատ համակարգ է ձևավորում, ուրիշ բառերով ասած, անընդհատ կրկնվող process-ներին վերաբերող prompt-երն են, որոնք որ ինչ որ երկարաժամկետ խնդիրներ լուծելու համար մի անգամ գրվում save-ն ելնում ասենք ու անընդհատ կիրառվում։ Իսկ ողոմ չխառը ասեցի, բայց չէ, իրական բարձր չէ։ Հա, հիմա մենոնք օրինակ այդեն system prompt-եր են գրել, որ այ ստեղից եկած տեքստերը թարգմանելուց ուշադրություն դարձրու, որ օրինակ հանգարց այդ AI-ը հայերենով A-ը, A-ը չգրես, այլ A-ը թարգմանես օրինակ եւ այլն։ Այս պրիմիտիվ բանում ասում, այնտեղ ավելի բարդ բաներ կա, tone of voice-ի վերաբերյալ, որ ընկերական կխոսաս, շեշտադրումները sense կանես, էսի sense-երնից եւ այլն։ Ու շատ հետաքրքիր է, բայց միտքս հետեւյալն էր, որ այդ ավտոմատիզացիայի մասին որ խոսում ենք, այդտեղ իրապես, հա, մարդու էլ ոչ թե մարդն է փոխարինվում, այլ մարդու կողմից ուրեմն այդ արվող գործերը, այդ process-ներն են փոխարինվում AI-ով, մարդը էլի մնում է դրանից մի ոտ վերև։ Ու հիմա որպեսզի մենք այնուամենայնիվ մնանք ու էլ ավելի զարգանանք, այդ 5-10 անգամ ավելի արդյունավետ լինենք, մենք մի ոտ շուտ, մի օր շուտ, հա, պետքա դառնանք այդ AI գործիքների կիրառումը։ Այս մասով մի հատ վերջի միտքն ասեմ, որ շատ ենք սրա մասին խոսում, շատ այս վերջերս այդ մտքներից եկել ու տենց ոգևորվել ենք այդ իդեայով, տենց տարբեր տեղեր ու ձևակերպումով, սենց ասեմ, ու տարբեր տեղեր պատմում ենք, շատ են ասում, որ AI-ը գալիս է մարդկանց փոխարինի, ռոբոտները գալու են, մարդու գործը, մարդկանց գործերը վերցնեն անեն, մարդիկ մնան անգործ։ Մենք մի խորանալով հասկացանք, որ չէ, ճիշտ հակառակն է։ Այդ ոչ թե մարդու գործն է, որ ասենք ռոբոտը գալու է վերցնի, այլ այդ ռոբոտների գործն է, որ միջև հիմա մարդիկ են անում, որտեղ ռոբոտները չկային։ Հա, ռոբոտի գործ է, մեխանիկական աշխատանքը, ինչ իմաստ կա մարդը, իր ասենք այդ մարմին, միտք, հոգի, այս սաղ կոմպոնենտներով, այդ իր այդ ֆանտազիաներով ու այդ ունակություններով, որ մարդը ունի, ինչ կարիք կա ինքը նստի օրինակ սուպերմարկետում կասայի մոտ, այս ապրանքը ստեղից վերցնի ծնկ դնի, ասենք պետք չէ, այսինքն որտեղ այդ մարդը այդ հոգին, այդ միտքը, այդ մարմինն, այդ իր ամբողջությամբ, ասենք, այդ սաղ էներգիաները, որ գեներացվում է, չէ, այդ ամենը չի օգտագործում, ստեղից օգտագործում մարմինը էլ ամբողջությամբ չէ, մի թևն է ոնց որ, այսպես մի հատ ռոբոտի գործ է, էլի երկաթի գործ, ծնկ, չէ, ոնց որ ու ինչի, ասես դու նայում ես, սիրտդ կանգնում է, դու տեսնում ես ինչ մեծ ծավալի պոտենցիալ է, ասենք, այդտեղ մսխվում, էլի, օրը 8 ժամ, այդ մարդը կարող տարիներով, այն էլ մարդ, որ ասենք ինքը կարա հերիքա մի քիչ ուրիշ տեսանկյունից նայեր, մի քիչ լեն մտածեր, մի հատ լաբում մի բան, ասենք, բզբզեր սովոր, այդ ձեռքին փոխարինող ռոբոտը կարող հենց ինքը նախագծեր, էլի, հա, այսինքն այդ նախագծողներն են շուտ ուրիշ տեսակի մարդիկ են, նույն տիպի մարդիկ են, նույն նեյրոնային ցանցով, չէ, ասենք, նու ցանցերը parza մեկից մյուս տարբեր է, բայց ի նկատի ունեմ բիոլոգիական տեսանկյունից նույն ունակություններով նույն 24 ժամ ունեցող մարդիկ են, այդ նույն ռոբոտ գծողները, որոնց փոխարեն ինչ-որ ուրիշ մարդիկ նստած աշխատում են։ Այսինքն միտքը հետեւյալում էր, որ ոչ թե մենք ենք ռոբոտի գործ անում, վերնի հակառակ, ոչ թե ռոբոտն է գալու մարդու գործը վերցնի, այլ մենք ենք ռոբոտի գործը անում, ու ռոբոտները գալիս են իրանց գործը հետ վերցնեն, որ մենք սկսենք արդեն մարդավայել կամ մարդավարի գործերով զբաղվել, էլի։ Իսկ ո՞րն է մարդավայել կամ մարդավարի գործը։ Դե այդ տեսեք, հենց այդ է, իրականում ավելի ստեղծագործական աշխատանքը, հա։ Ստեղծագործական ասելով նայած ինչի նկատի ունենք, մեծ հաշվով այո, բայց AI-ները հիմա մի շարք ուղղություններում ռեալ նոր ուրեմն բովանդակություն են ստեղծում։ Ռեալ ստեղծագործ աշխատանքին ան։ Բայց թերևս նախատեղելի դեբատներ կա, սկսած ընդեղից, որ մարդը вообще պետք չի աշխատի, մարդը պետք է ասենք վայելի
ասենք իր համար պլաժներ, Կարիբներ, չգիտեմ, ասենք Հայաստանի, ասենք ինչ որ սարեր, բաներ, ու դու պետքա պրոստը վայելես, ասենք բնության հետ ներդաշնակ պետքա ապրես, իսկ դրա համար անհրաժեշտ միջոցները արդեն պետք չի դու աշխատես որ ստանաս, դրա համար օրինակ ժամանակին կար UBI կոնցեպտը, Universal Basic Income, այսինքն universal ստեղ ոնց կթարգմանվի համընդհանուր ոնց որ մինիմալ եկամուտ, հիմա այդ միտքը փոխվել է universal high income-ով, այսինքն համընդհանուր բարձր եկամուտ, հա, որտեվ եթե ռոբոտները տնտեսության մեջ այդ ամբողջ գործն անում են, ամբողջ արժեքը, որն անհրաժեշտ է մարդու ապրելու համար ստեղծում են, էլ արդեն մարդու ժամ ծախսելը կամ ժամ ծախելը անիմաստ է դառնում արդեն, հա, հետեւաբար դու կարաս եւ դիտողներին շատ տենց ուրախ լուր հայտնեցիք, այսպես ասած։ Նույն այս կոնցեպտներից մեկն է։ Մյուս կոնցեպտը, ինչը շատ իմ համար շատ ավելի ոնց որ իրատեսական է, կամ ցանկալի, այն էլ երևի, որտեվ ես տենց ուզում եմ որպես մարդ ինչ որ նոր բաներ ստեղծեմ, արժեք ստեղծեմ, կարող է դրա պատճառով չեմ ուզում տենց սարերում բարապ նստեմ, չնայած մյուս կողմից ես ասենք իմ մասնագիտությունը հաշվի առնելով կարող է պրոստը էտյուդնիկս վերցնեի գնայի սարերում ասենք նկարելու ու շատ լավ կլներ երևի, բայց այնուամենայնիվ մյուս կոնցեպտը հետեւյալն է, որ մարդը խնդիրներ ձևակերպելու ու որոշումներ կայացնելու հարցը այնուամենայնիվ էլի պահելու է իր մոտ, այսինքն պետք է լինելու։ Հիմա այսօրվա դրությամբ որ AI-ը սարքեցինք, այդ ինչ խնդիր պիտի լուծի տվյալ ինտելիջենսը կամ տվյալ ռոբոտը ասենք, հա, այդ խնդիրը էլի մարդն է ձևակերպում։ Այսինքն դու առնվազն խնդիրներ ձևակերպելու ու այդ ձևակերպած խնդիրներից հիման վրա ինչ գործ արեց AI-ը, հա, դրա արդյունքի մասով որոշում կայացնելու հարցը էլի պահում ես քո մոտ։ Այսինքն էլի դու ես որոշում, ինչ խնդիր լուծի ու վերջում դու ես որոշում, այս խնդիրը լավ է լուծել թե չէ։ Հա, հիմա բայց ստեղ մի հետարքիր բան կա, երբ որ մենք խնդիրներ ասում ենք, այսօրվա մարդիկ այսօրվա կենցաղն են պատկերացնում։ Հիմա բայց դուք պատկերացրեք, երբ որ մարդկությունը փոխվում է, ներդաշնակ մարդկությունը, համագործակցող մարդկությունը, արդյունավետությունը յուրաքանչյուրիս անգամներ աճում է, այս արդեն ուրիշ մարդկության մասն ենք խոսում, որը օրինակ էլ իրար չեն մորթում սպանում, ասենք 8 միլիարդի տեղը 80 միլիարդ են դառնում ու մի մոլորակը մեզ ասենք կարող է հերիք չի, բազմամոլորակ քաղաքակրթություն պիտի դառնանք ու բազմամոլորակ քաղաքակրթությունը լիքը նոր խնդիրներ է բերում, նոր իդեաներ, նոր լուծումներ, նոր process-ներ, որի մեջ հենց այսօրվա մարդիկ, առավել եւս այսօրվա ծնված մարդիկ պետք է մասնակիցներ լինեն ու հիմա այս բոլոր ազգերից որոնք են կամ որ խմբերն են այս մարդկությունից էլ ավելի խորացած ելնելու դրա մեջ, էլ ավելի մեծ արժեքներ ստեղծելու, ճիշտ խնդիրներ ձևակերպելու, որոշումներ կայացնելու մասով, այդ արհեստական բանականությունը ստեղծելու, գործարկելու մասով ու հետո էլ գործածելու, օգտագործելու մասով են, որոնք են ամենաարդյունավետ ազգերը լինելու, իրանք էլ ամենակաշովն են լինելու ու հետեւաբար իրանց արժեքային համակարգն էլ դոմինանտ է դառնալու։ Հիմա եթե հայը ասենք առաքելություն ունի մարդկությանը ծառայելու, մարդկության բարդագույն խնդիրները լուծելով ու ինքն է դառնում դոմինանտ, մարդկության ներդաշնակ լինելը շատ ավելի հավանական է դառնում, քան մի հատ ինչ-որ ուրիշ խումբ, որը ասենք մարդկությունը ստրկացնելու հարցադրե իր առաջ, ու մեկ էլ ինքն է դառնում դոմինանտը, հա, այսինքն ստեղ էլի այդ չարի ու բարու կռիվը sense tendenz կա, հիմա իրանցից որ մեկը կհաղթի, արդեն կախված է ուղիղ նրանից թե իրանցից որ մեկը ավելի շուտ ու էֆեկտիվ էս բոլոր տեխնոլոգիաները կներառի ու կօգտագործի։ Շատ հետաքրքիր է, ուղղակի մեր ժամանակն արդեն սպառվում է ցավոք սրտի, բայց արհեստական բանականությունը այս ամբողջ ընթացքում տենց խելոք մեզ նստած լսում էր ու ձեր համար հարց ունի, հենց իր հարցով էլ ավարտենք մեր զրույցը։ Համեցեք։ Ձեր կարծիքով ինչ դեր ունի տվյալների գրագիտությունը արհեստական բանականության գրագիտության մեջ։ Շնորհակալություն հարցի համար, Աբո ջան։ Չգիտեմ իրան ինչի էր այս հարցը հետաքրքրում։ Հա, չէ, շատ կարևոր հարց է իրականում, որովհետև երբ որ խոսում ենք արհեստական բանականության գրագիտության մասին, AI գրագիտության մասին, ուրեմն տվյալների մասին պատկերացում ունենալը, ինչ ասել է տվյալ, ոնց է ձևավորվում այդ տվյալը, ոնց է կիրառվում այդ տվյալը, շատ կարևոր է, որովհետև ճիշտ հարցեր ձևակերպելու համար եւս դու պետք է իմանաս ինչի հետ գործ ունես, էլի։ Իհարկե այդտեղ տարբեր շերտեր կան, սկսած ընդեղից օրինակ տվյալների արժանահավատության հարցերից սկսած, որը նաեւ մեդիա գրագիտության հետ է սկսում առնչվել, վերջացրած նրանով, որ տվյալագիտություն գիտության մասին էլի կարար էս հարցերներ։ Հիմա տվյալ դեպքում, քանի որ AI գրագիտության մասին ենք խոսում, հետեւաբար գիտնականների մասին չենք խոսում, տվյալագիտության մասին չենք խոսում, կամ այդ մասնագետների, այլ խոսում ենք առհասարակ տվյալների մասին պատկերացում կազմելը։ Հիմա պետք է հասկանալ, որ այս ամեն ինչ որ մենք խոսում ենք,
այսինչ կամ ամեն ինչ ձևով տեղեկատվություն է դառնում, տվյալներ է դառնում, ու հենց այդ տվյալներն է, որ ինչ որ միտեղ պահվում է, ու հենց այդ տվյալների բազայի հիման վրա է, որ արհեստական բանականությունը ավելի արդյունավետ կամ ոչ արդյունավետ է աշխատում։ Այնտեղ իրականում ոնց որ ալգորիթմերն են ու տվյալներն են։ Նու այնտեղ երրորդ բլոկը կա ինֆրաստրուկտուրան, այնտեղ հոսանք, GPU-ներ եւ այլն, բայց առանց տվյալների այդ ամբողջը հնարավոր չէր։ Այո, ինֆրաստրուկտուրան, որովհետեւ մենք 1956-ին էլ ունեինք ճակերտավոր արհեստական բանականություն, բայց այդ չէր կարող աշխատել, որովհետեւ չունեինք տվյալներ։ Նու իրականում այո, դա ճիշտ եք ասում շատ, որովհետեւ այն ժամանակ տվյալներ հավաքելու մեթոդները խիստ սահմանափակ էին, բայց շատ լուրջ, շատ մեծ տարբերություն տվեց արհեստական բանականության այս թափով զարգացման մեջ հենց ինֆրաստրուկտուրաների հարցը, այսինքն հնարավոր եղավ նույն Nvidia կազմակերպության կամ AMD իրանց ստեղծած այդ ուրեմն GPU-ների ասենք շնորհիվ, որոնք CPU, վոլա, այս տեխնիկական մասերի մեջ չխորանանք, էլի։ То есть այդ CPU, GPU տարբերությունը, այսինքն այսօրվա դրությամբ միավոր ժամանակում անհամեմատ ավելի մեծ քանակի տվյալներ մշակելու հնարավորություն կա։ Այսինքն ձեր ասածը շատ ճիշտ է, ինչ որ մի հատ պահ եկավ, հիմնականում ինտերնետի հետ էլի այդ պահն եկավ, երբ որ տվյալները անասելի ծավալներով սկսեցին կուտակվել, բայց այդ տվյալների հետ աշխատանքը արդեն հնարավոր դառավ, արդեն այս վերջի երևի տենց 14-15 թվից այս կողմ, ոնց որ այդ նորարարությունների արդյունքում ու 2022-ին էլ դե արդեն նոյեմբերի 30-ին քիչ առաջ խոսում էինք, հենց ChatGPT 3.5-ը launch եղավ, որը այս բումը բերեց, էլի։ Հետևաբար, հա, այսինքն որ հարց է տալիս, ասում է, ինչքանով է կարևոր, շատ կարևոր է, այստեղ ես կառաջարկեմ ավարտել հետևյալ մտքով, եթե դեմ չեք, էլի, որ AI-ի հետ առնչվողները առհասարակ 3 խմբի են բաժանվում, էլի։ Առաջի խումբը այդ արհեստական բանականություն ստեղծողներն են։ Հենց ովքեր բանականություն են ստեղծում, գիտնականներ, ինժեներներ, ասենք Anthropic-ում, OpenAI-ում, Google-ում աշխատող, մեր մոտ օրինակ Երևանայում, ասենք աշխատող, հա, գիտնականներ։ Այդ մի շերտն է։ Երկրորդ շերտը AI-ով գործիքներ ստեղծողներն են։ Ոնց որ չգիտեմ, Midjourney-ն է գործիք, Lovable-ն է գործիք եւ այլն, ասենք Super Annotate-ն է շուտ գործիքներ սարքում, CRISPR հայկական կամպանիաներից կան, չէ։ Այս երկրորդ շերտն է, որ ավելի լայն շերտ է, ստարտափներ են, կամպանիաներ են հիմնական, որոնք AI-ով գործիք են ստեղծում։ Ու կա երրորդ շերտը, որը AI օգտագործողներն են։ Ստեղ թերևս բոլորս ենք, հա։ Ու IKES-բան կուրսերն էլ միտված են հենց այդ բոլորին լավագույն ձևով կրթելու, այդ գործիքները լավագույն ձևով օգտագործելու ոնց որ ուղղությամբ, էլի։ Շատ շնորհակալություն ձեր ժամանակի ու հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի լսողներ եւ դիտողներ, այսքանով ավարտեցինք այսօրվա ոդքասթը։ Շնորհակալություն նաեւ ձեզ մինչեւ վերջ մեզ հետ լինելու համար։ Չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, մեր հետագա հաղորդումները բաց չթողնելու համար։